Ողջույն օրագինուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է եւ մեր տաղավարում այսօր հյուրընկալել են քաղաքական գործիչ Հանի Սամսոնյանին։ Բարև ձեզ Տիկին Սամսոնյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Տիկին Սամսոնյան վերջերս Վաղարշապատում տիմ ընտրություններ կայացան եւ չնայած նրան, որ ընդդիմությունը պնդում էր, որ գործող իշխանությունը խայտարակ պարտություն է կրելու, հակառակը ստացվեց ձեր գնահատմամբ, որն էր Վաղարշապատում ՔՊԻ հաղթանակի հիմնական պատճառները եւ որոնք էին ընդդիմության գլխավոր սխալները, որոնք բերեցին այս արդյունքին։ ՔՊԻ համար ընտրական քվեներ են գեներացնում գյուղերում։ Եթե դիտարկենք վերջին ընտրությունները քաղաքային մակարդակով, Գյումրի, Փարաքար, Երևան նաև, քաղաքացիական պայմանագիրը վստահության եւ քվեի ճգնաժամ ունի։ Եվ սա բնականաբար պետք է դրական դիտարկել, բայց այս խնդիրը իրենք սա եւս հասկանում էին, ու այս խնդիրը լուծելու համար իրենք ինչ արեցին, իրենք ընտրություններից առաջ Էջմիածինը խոշորացրեցին, որպեսզի միայն Էջմիածին համայնքում չլինեն ընտրություններ եւ իրենք այդտեղ պարտություն չկրեն ու խայտարակ չլինեն։ Եվ այն համայնքները, որտեղ իրենք ունեին համայնքապետ, արել էին ինչ-որ աշխատանքներ, այդ համայնքների շնորհիվ իրենք կարողացան հավաքել մեծամասնություն։ Մյուս խնդիրը ընդդիմության կողմից անընդհատ ՔՊԻ ջախջախիչ պարտություն ակնկալելն է եւ դա որպես ճշմարտություն մարդկանց ներկայացնելն է։ Դա մարդկանց մոտ ստեղծում է ակնկալիքներ, որ այո, միգուցե ընդդիմությունը ճիշտ է, հիմա ՔՊԻ-ն ջախջախիչ պարտություն կկրի, բայց դա ավելի է ամեն անգամ, երբ ՔՊԻ-ն նման թեզերից ու պրոպագանդայից հետո հավաքում է մեծամասնություն եւ կարողանում է ձևավորել իշխանություն, դա կրկնակի հիասթափություն է առաջացնում մարդկանց մոտ։ Այսինքն շեմը այնքան են բարձրացնում ակնկալիքների, որ հետո հիասթափությունը կրկնակի ավելի ցածր է լինում։ Եվ սա խնդիր է, ու ես չգիտեմ, սա դիտավորյալ է այսպես արվում ընդդիմության կողմից, թե իրենք իսկապես հավատում են, չնայած 2021 թվականի ընտրություններից հետո մենք անընդհատ լսում ենք, որ ընդդիմությունը ասում է, հեսա 6 ամիս մնաց իշխանությանը, 6 ամսից գնում են, այո։ Եվ իրենք դա նույնիսկ դա հավատացնում են իրենց մարդկանց, հա, բերան փոխանցում են դա ու հավատում են, որ հեսա կգնա։ Եվ արդեն 4-5 տարի է ՔՊԻ-ն հեսա անդիմությունը ճամփում է եւ ակնկալիքը լրիվ այլ է այս դեպքում։ Սա խնդիր է։ Մյուս հարցը, որ տիմ ընտրությունների հետ կապված ուզում եմ արձանագրել, դա այն է, պետք չէ դա կապել համապետական ընտրությունների արդյունքների հետ։ Այսինքն որևէ տեղական մակարդակում ընտրությունը պետք չէ դրանով պայմանավորել համապետական ընտրությունը, որովհետև տեղական մակարդակը ունի իր առանձնահատկությունները։ Տիմերում մարդիկ ընտրում են այլ մոտեցումներով, համապետական ընտրություններում այլ մոտեցումներով։ Այդ իսկ պատճառով միանշանակ չէ, որ Էջմիածինը ազդարարում է իշխանության հաղթանակը 2026 թվականին եւ եթե Էջմիածնում նրանք չհավաքեին մեծամասնություն, դա էլ միանշանակ չէր, որ իրենք կարող են պարտվել 2026 թվականին։ Այս հարցերում պետք է զգուշ լինել եւ հասարակության մոտ սխալ ակնկալիքներ չստեղծել։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Վաղարշապատի բնակչությունն այս քվեարկությամբ մայրաթոռի վրա գրոհելու քարտ բլանկ տվեց։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Ոչ, չեմ կիսում։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Էջմիածին չգնաց ընտրություններից առաջ, որպեսզի իր դեմքը չտեսնեն էջմիածնեցիները, հա։ Եվ նաև իրենց քարոզարշավի ընթացքում շատ արտահայտիչ չէր կուսակցական պրոպագանդան։ Որևէ Էջմիածին խոշորացված համայնքում որևէ բնակիչ չի տվել Նիկոլ Փաշինյանին ՔՊԻ-ին քվե նրա համար, որ ինքը գրոհի Էջմիածինը։ Սա ես անվանում եմ մարդկանց ժողովրդավարական կամքի, ընտրական կամքի այլասեռում։ Մարդիկ ձայն են տվել Արգիշտի Մեխակյանին, որտեղ նա ինչ-որ աշխատանքներ է կատարել, դպրոց է սարքել, ասֆալտ է արել միգուցե, ինքը չի արել, հա, կառավարությունը տվել է, ինքը արել է։ Եվ սա հաշվի առնելով մարդիկ իրեն ընտրել են, բայց դա չի նշանակում, որ կանաչ լույս են վառել, որպեսզի գրոհեն Էջմիածինը։
Բայց իհարկե ես դեռևս ընտրություններից առաջ երբ հրապարակային կոչով դիմեցի էջմիածնեցիներին, ես նրանց ասացի, որ եթե դուք նույնիսկ ընտրեք Նիկոլ Փաշինյանին, ինքը չի խնայելու ձեր քաղաքը, նույնիսկ այն գործողությունները, որոնք իրականացվելու են ձեր քաղաքում, ձեզ են ստիպելու մասնակցել դրանց։ Ես վստահ եմ մարդիկ կողմ չեն այն, ինչ կատարվում է եկեղեցու դեմ, հա, մի մասը վախից է լռում, մի մասը ամոթից է լռում, բայց այդ մարդիկ բնականաբար քվե չեն տվել։ Ուղղակի, այո, պետք է առիթից օգտվել եւ դա Նիկոլ Փաշինյանը բնականաբար օգտագործելու է։ Տիկին Սամսոնյան, առհասարակ ինչպես է գնահատում ընդդիմության դերը եւ ազդեցությունը այս ներքաղաքական process-ների վրա։ Ըստ ձեզ, վերջիններս նպաստում են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, թե ընդհակառակը ավելի են ամրապնդում վերջինիս իշխանությունը։ Ընդդիմությունը շատ բազմաշերտ է։ Միասնական մեկ միավոր ընդդիմություն չկա, որպեսզի մենք կոնկրետ գնահատական տանք այդ գործողություններին։ Կա խորհրդարանական ընդդիմություն, կա արտախորհրդարանական հին ընդդիմություն, կա արտախորհրդարանական նոր ընդդիմություն։ Խորհրդարանական ընդդիմությունը բնականաբար իր բոլոր գործողություններով այս տարիներին նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Ես շատ եմ բազմիցս խոսել եմ այն մասին, որ կա լուր համաձայնություն միմյանց միջև երկու նախագահների եւ Նիկոլ Փաշինյանի, որն Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, իսկ այս երկու նախագահները իրենց քաղաքական ուժով պետք է ամեն կերպ սատարեն իրեն։ Այսինքն ակնհայտ արվում են գործողություններ իշխանության դեմ, բայց դա տրամաբանորեն աշխատում է իշխանության օգտին։ Եվ ես չեմ կարծում, որ խորհրդարանական ընդդիմության մեջ ուղեղները սա չեն հասկանում։ Լավ էլ հասկանում են։ Եվ ամեն անգամ, երբ որ Նիկոլ Փաշինյանը ունենում է որոշակի վստահության ճգնաժամ, ի հայտ են գալիս նախկին նախագահները եւ սկսում են հարցազրույցներ տալ, որը ավելի է բորբոքում մարդկանց տրամադրությունները։ Սա ինչ է ակնհայտ այլ կերպ չեն կարող անվանել, քան քաղաքական խաղ։ Արտախորհրդարանական ընդդիմությունը, ի տարբերություն խորհրդարանականի, ունի քիչ ռեսուրսներ։ Այստեղ կան բավականին սկզբունքային եւ իսկապես ընդդիմադիր քաղաքական ուժեր, բայց այս ուժերը ունեն փոքր ռեսուրսներ եւ այս ուժերի ամբիցիաները, ղեկավարների ամբիցիաները, տարիներով մնալ կուսակցության նախագահ, փոփոխությունների չգնալ կամ դաշինքներ կազմելուց, դաշինքների մասին քննարկումներ անելուց չուզել որոշակի դիրքեր զիջել եւ այլն, այս բոլորը խանգարում են, որպեսզի այս արտախորհրդարանական ընդդիմությունը միավորվի, մեծանա, ուժեղանա եւ դրա համար դրանք շարունակում են մնալ թույլ, անկազմակերպ եւ ըստեյության չունեն ոչ փող, ոչ մեծառեսուրս, որպեսզի կարողանան հավասարը հավասարի հետ կռիվ տալ։ Նոր խորհրդարանական ընդդիմությունը ունի խնդիր դաշտում դիրքավորվելու։ Մինչև 2025 թվականի աշունը լավ ասեմ ամառը կար քաղաքական դաշտում որոշակի իներցիա, հա, բոլոր քաղաքական ուժերը, իշխանությունը, խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհուրդը, իրենք իներցիայով շարժվում էին։ Դաշտ են մտել նոր քաղաքական ուժեր, որոնք փոխում են այս իներցիան, բայց որպեսզի այդ իներցիան փոխվի ճիշտ ուղղությամբ եւ իրենց ուղղությամբ, իրենք պետք է բավականին ուժեղ լինեն, որպեսզի կարողանան այդ իրադարձությունները փոխեն իրենց ուզածունով։ Ասածս ինչ է, իրենք պետք է փոխեն քաղաքական ստատուս քվոն, որը կա Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որոնք վերցրել են ամբողջ քաղաքական դաշտը։ Որպեսզի իրենք փոխեն այդ ստատուս քվոն, իրենք պետք է ունենան նախ առաջինը ծրագիր, երկրորդը լինեն հետևողական եւ ունենան առաջնորդ։ Առաջնորդությունը շատ կարեւոր է, որքան էլ կան նոր մարդիկ, նոր թիմեր, նոր դեմքեր, միևնույն է, առաջնորդությունը շատ կարեւոր է եւ ես ուզում եմ մի այսպես արձանագրում անել նոր ուժերի մասին, տեսեք, Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանակի հրամանատար է։ Ինքը ուժեղ է քաղաքականապես եւ ունի թիմ, բանակ, որը կռիվ է տալիս իր հետ հավասարապես։ Նոր քաղաքական ուժերը մեկը ունի հրամանատար, մեկը դեռ չգիտի ով է իր հրամանատարը, բայց այդ քաղաքական ուժերը չունեն քաղաքական բանակ։ Եվ երբ որ իրենք փորձում են կռիվ տալ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենց հետ կռիվ է տալիս Փաշինյանի քաղաքական բանակը եւ իրենք այդպես էլ չեն հասնում Փաշինյանի մակարդակին։ Այսինքն բերել միայն մարդիկ, ովքեր նոր են, դա քիչ է։
Պետք է այդ մարդիկ պատրաստ լինեն դառնալու քաղաքական բանակ եւ կռիվ տան հավասարապես։ Հավասարապես կռիվ տան Փաշինյանի քաղաքական բանակի հետ, որպեսզի Փաշինյանի հետ կարողանան կռիվ տան իրենց հրամանատարները։ Սա նոր քաղաքական ուժերի թույլ կողմն է եւ շատ քիչ ժամանակ է մնացել ու ես տեսնում եմ, որ այստեղ խնդիր կա, ես տեսնում եմ, որ իշխանությունը դեռ կարողանում է խեղճացնել նոր քաղաքական ուժերին։ Եվ բնականաբար է իշխանությունը այնքան լծակներ ունի, որ բոլորին էլ կարող է խեղճացնել։ Բայց պետք է այս խաղում հասկանալ, որ կանոնները շատ կոշտ են եւ միայն լիդերը ոչինչ չի կարող անել եւ միայն նոր թիմը ոչինչ առանց լիդերը չի կարող անել։ Հայաստանի իշխանությունները թեպետ չեն մասնակցում հապկի նիստերին, սակայն դուրս էլ չեն գալիս այդ կառույցին, միանում են բոլոր որոշումներին, խոսում են ԵՄ անդամակցության մասին, բայց հայտ չեն ներկայացնում այդ կառույցին անդամակցելու համար։ Այս համատեքստում ինչպես է գնահատում Հայաստանի արտաքին քաղաքական գիծը, մասնավորապես Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Կդիտարկեմ երկու հարթակում իշխանության գործողությունները հապկի հետ կապված։ Մեկը ժողովրդի հետ երկխոսության մեջ, մեկը միջազգային գործընկերների կամ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ։ Ժողովրդի հետ երկխոսության մեջ իշխանությունը պետք է հապկի հետ մի բան աներ, որովհետև ժողովուրդը հիասթափված էր, որովհետև հապկը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Եվ այս իմաստով չանել որևէ գործողություն նշանակում էր չբավարարել ժողովրդի բարկությունը։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը որոշեց սառեցնել հարաբերությունները, դա որպես պատիժ ներկայացնելով ժողովրդին, որ այ տեսեք հանգիստ եղեք, տեսեք մենք հապկի հետ այլևս կապերը կտրել ենք, չենք գնում, չենք խոսում, հա։ Բայց միևնույն ժամանակ միջազգային մակարդակով եւ ռուսների հետ երկխոսության մեջ հապկից դուրս գալը կարող էր լինել ճակատագրական քայլ Նիկոլ Փաշինյանի համար, որտեղ աշխարհակաղակական այս բախումների մեջ հստակ դիրքավորում զբաղեցնել դուրս գալով հապկից, դա նշանակում էր լրիվ դեմ գնալ Ռուսաստանին, ինչը Նիկոլ Փաշինյանը չէր կարող անել, որտեղ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները պայմանավորված են Ռուսաստանով, որքան էլ որ փորձ է արվում հանրությանը ներկայացնել, որ այստեղ գերակշռում է արևմտյան ազդեցությունը, դա այդպես չէ, Ռուսաստանը դեռ ունի ազդեցություն, պարզապես այդ ազդեցությունը իշխանությունը իր երկխոսությունը Կրեմլի հետ, իր փոխկապակցվածությունը Կրեմլի հետ փորձում է ծածկել արևմտամետների շերտով, որոնց առավոտից երեկո տանում է հանրային, հա, իրենց մեդիա հարթակներում եւ ասում է խոսեք Ռուսաստանի դեմ։ Դուք խոսեք, որպեսզի տեսնեն, որ մենք հեռու ենք գնում, հա, հնարավորինս դիստանցավորվում ենք։ Դա եւ ես էլ այնտեղ կաշխատեմ հանգիստ, մենք խնդիրներ չենք ունենա։ Սա է, եւ հապկի մասով մարդկանց ընդհանրապես մոլորեցնում են։ Մենք այդ կառույցից դուրս չենք գալու, այդպիսի օրակարգ չկա եւ ԱԳՆ-ից կարծեմ փոխնախարարը եւս հաստատել է, որ այդպիսի օրակարգ չկա։ Իսկ դա նշանակում է, որ ռուսներին դեմ գնալու օրակարգ Հայաստանում չկա։ Տևական ժամանակ է խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին եւ օգոստոսի 8-ին էլ համաձայնագիր նախաստորագրվեց ԱՄՆ-ում, չնայած Հայաստանի իշխանությունների ողջավորվածությունը ադրբեջանական կողմից այդ ողջավորվածությունը կարծես թե չկա կամ դրսևորվում է այլ կերպ, նոր պահանջներ դնելով Հայաստանի դեմ եւ անգամ չհեռանալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Ինչ տվեց կամ ինչ կտա Հայաստանին օգոստոսի 8-ի այս Վաշինգտոնյան հռչակագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում վերջին զարգացումները, որքանով վտանգի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ որքանով է համահունչ այսպես կոչված այդ խաղաղության օրակարգին։ Վաշինգտոնյան փաստաթուղթը 3 բան է տվել Հայաստանին։ Առաջինը դա 10 ամսվա խաղաղություն, որ սահմանին չեն կրակի, մարդիկ կլինեն գոհ, կասեն դե մենք ունենք խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու համար green card,
Այսինքն հնարավորություն, որ օգտագործի այդ խաղաղության փաստաթուղթը եւ ժողովրդին ներկայացնի, տեսեք, ես եմ ստորագրողը այս փաստաթղթի, եւ եթե ես չլինեմ հաջորդ վարչապետը, լինելու է պատերազմ, չի լինի խաղաղություն։ Ես եմ ստորագրողը, ինձ պետք է ընտրեք, որպեսզի ես ավարտեմ գործընթացը։ Սա բնականաբար շանտաժ է հանրության նկատմամբ եւ մյուս սուտը մանիպուլյացիան այն է նաեւ, որ միայն իշխանությունն է ուզում խաղաղություն։ Հայաստանում չկա այդպիսի քաղաքական ուժ, որը պատերազմի կոչ անի կամ ուզի պատերազմ։ Բոլորն էլ լավ հասկանում են, որ Հայաստանը այն վիճակում չէ, որ լինի պատերազմ։ Բայց միևնույն ժամանակ շարունակական զիջումները, որը մենք անում ենք այդ փաստաթղթի եւ խաղաղության քողի ներքո, կարող է շատ ավելի թանկ արժենալ մեզ վրա, քան ցանկացած կիսա պատերազմական վիճակ, հա։ Եվ երրորդը բնականաբար դա միջանցք տվեց Ադրբեջանին եւ Թուրքիային, որը տարիներով հետապնդած պլան էր, ծրագիր էր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Այսինքն ըստ էության Հայաստանը ստանում է կարճաժամկետ օգուտներ, երկարաժամկետ կորուստներով, որովհետեւ անընդհատ զիջումային քաղաքականությունը շատ վտանգավոր է, դա տանում է ծուղակ եւ այդ ծուղակից դու այլևս չես կարողանում դուրս գալ։ Խաղաղությունը Հայաստանում լինելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի պայմաններով եւ որևէ մեկը ինձ կարող է համոզել, որ այդ պայմանները լինելու են ի նպաստ Հայաստանի, իհարկե չեն լինելու։ Տիկին Սամսոնյան, այս իշխանությունը փակել է Արցախի հարցը, կարծես թե շատերի գնահատմամբ չի զբաղվում նույնիսկ Բաքվում պահվող մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս պատանների հարցով նրանցից շատերին արդեն իսկ պահանջում է ցմահազատազրկում, ինչ կարող է անել այս իշխանությունը մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու մասով, որ չի անում։ Պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցը դա պետք է լինի բանակցային փաթեթում, բայց բանակցային փաթեթում այդ հարցը չկա։ Կարող է կա, ձևական կա, բայց իրականում իշխանությունը չի ցուցաբերում ջանքեր, ես չեմ տեսնում պատրաստական վերադարձնել։ Իհարկե չի ցանկանում։ Չի ցանկանում, որովհետև այդ մարդիկ, որոնք Բաքվում են, ինքը հասկանում եք իշխանությունը որևէ դիվիդենդ չի ստանալու հարությունից այդ մարդկանց վերադարձնելով, որտեվ հարությունը բացարձակ անտարբեր է այդ մարդկանց ճակատագրի հանդեպ, որովհետև հասկանում եք մի խումբ քաղաքասարակության ներկայացուցիչներ, ես չգիտեմ իրենք ում են ներկայացնում, մեծ հաշվով ես իրենց անվանում եմ թուրքա-ադրբեջանական ազդեցության գործակալներ։ Այդ մարդիկ գնում են հասնում են Բաքու եւ հայ ժողովրդին բերում են Ալիևի մեսիջները։ Սա ես չգիտեմ մենք ինչքան արժանապատվության նվաստացման որ կետում պետք է լինենք, որ այս փաստը ընդունենք սովորական։ Այսինքն մարդիկ գնում են հասնում են Բաքու, որտեղ մենք ունենք պատանդներ, հայ պատանդներ, որտեղ Բաքուն դատում է Հայաստանին, այդ մարդկանց չի դատում, Հայաստանն է դատում։ Ու այդ մարդիկ բերում են ինչ-որ մեսիջներ Ալիևից։ Բայց այդ մարդիկ չեն բերում օրինակ մեսիջներ Բաքվում դատվող հայ մարդկանցից։ Եթե օրինակ, չգիտեմ, հետևում եք կոնֆլիկտներին, ուկրաինական կոնֆլիկտին, իսրայելական կոնֆլիկտ, բոլոր կոնֆլիկտներում գերիների հարցը գերարժևորված հարց է։ Չկա այդպիսի բանակցություն, որտեղ գերիների հարցը չքննարկվի, որովհետև այդ հասկանում եք իրեն հարգող արժանապատիվ պետությունը իր մեկ քաղաքացու համար էլ աշխարհի ցանկացած կետում պիտի կռիվ տա։ Մեկ քաղաքացու համար։ Անկախ նրանից, թե այդ քաղաքացին ով է, ինչ վիճակում է հայտնվել, ինչի համար է հայտնվել, բայց մենք կորցրել ենք մեր արժանապատվությունը, մենք նայում ենք դա արդեն մեզ համար սովորական process է։ Ցույց են տալիս կադրերը ոնց են մարդիկ նստած դատվում, բոլորի համար դա սովորական process է, դե թալանչիներ էին, դե թող գնան, Բաքվում դե թող դատվեն, մեզ ինչ։ Հասկանում իշխանությունը այդտեղ դիվիդենդ չունի հարությունից, որպեսզի զբաղվի այդ մարդկանց հետ, որտեղ վստահ մարդիկ անտարբեր են։ Անդրադառնանք նաև իշխանությունների
հակաեկեղեցական արշավին, որն սկսվեց այն բանից հետո, երբ վեհափառը Շվեյցարիայում խոսեց Արցախի մասին, այնուհետև հոգևորականներ ձերբակալվեցին, ազատազրկված 3 սրբազան ունենք, ձեր գնահատմամբ սրանով առավելապես ինչ խնդիր է փորձում լուծել Նիկոլ Փաշինյանը եւ մեր հասարակությունն ինչպես պիտի փորձի հակազդել սրան։ Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը ունի ներքին նպատակներ, որոնք համապատասխանում են արտաքին նպատակների հետ։ Արտաքին նպատակները դրանք տեսեք, որպեսզի Հայաստանից ստանան ամորֆ ոչինչ չներկայացնող ազգային դիմագիծ չունեցող պետություն, դրա համար պետք է բոլոր ազգային արժեքները, ինստիտուտները ապամոնտաժեն։ Սա Թուրքիայի եւ Ադրբեջանի խաղաղության պլանն է մեր նկատմամբ, որը իրագործում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ այս իմաստով համընկել են Նիկոլ Փաշինյանի նպատակները Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակների հետ։ Ինքը նաեւ ուզում է իշխանություն ունենալ եկեղեցում եւ այդ նպատակի իրագործման համար ինքը ուզում է հեռացնել կաթողիկոսին։ Գիտեք, մարդիկ, ովքեր ստանում են իշխանություն, անընդհատ վերընտրվում են ժողովրդի բացարձակ լեգիտիմությամբ, իրենց ամեն ինչ ներվում է, իրենք մարսում են զոհեր, իրենք մարսում են տարածքային կորուստներ, իրենք ինչ անում են, իրենք մարսում են եւ ժողովուրդը դրա համար չի պատժում այդ իշխանությանը։ Այդ իշխանության գլուխ կանգնած մարդուն թվում է, որ ինքը գերմարդ է եւ իրեն ամեն ինչ թույլատրելի է, որ ինքը կարող է լինել երկրի վարչապետը, երկրի դատավորը, երկրի կաթողիկոսը, ինքը Աստված է։ Հայաստանի Աստվածն է, հա, Հիսուս Քրիստոսի հետ, նույնիսկ։ Ասենք, այդպիսի մարդիկ շատ վտանգավոր են ու ոչ մի երկիր, եթե նայեք պատմությունը, խեր չի տեսել այդ մարդկանցից, այդ տեսակ առաջնորդներից։ Իրենց ժամանակին պետք է ապամոնտաժել պետությունից, որտեղ հեռացնել իշխանությունից, այլ ապամոնտաժել պետությունից, որտեղ իրենք դառնում են վտանգավոր այդ պետության համար։ Հիմա այնինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ինքը գիտի ինչի համար է անում, ինքը ուզում է ունենալ եկեղեցում իշխանություն, հպատակեցնել եկեղեցին իրեն, եւ նաեւ եկեղեցուն հարվածները դա հարվածը ոչ միայն Հայաստանի ներսում եղած ինստիտուտին, այլև դրսում եղած։ Մեր Սփյուռքում մեր համայնքները կառուցված են եկեղեցիների շուրջ մեծ մասը։ Եկեղեցիներում են գործում հայկական դպրոցները։ Եկեղեցիներում են հավաքվում դեռ մարդիկ, հա, հայ մարդիկ։ Եկեղեցին շատ կարևոր նշանակություն ունի Սփյուռքի համար։ Իսկ Ադրբեջանին ու Թուրքիային ինչ է պետք։ Ուղղակի այդ Սփյուռքը ոչնչացնել, փոշիացնել։ Եվ երբ որ եկեղեցին մտնում է մի պայքարի մեջ, որը իր համար անկանխատեսելի էր եւ իր համար հղի է մեծ կորուստներով, եկեղեցին ուզած թե չուզած ինչ որ կերպ թուլանում է։ Եվ դա ազդեցություն է ունենալու ոչ միայն ներսում, այլև դրսում մեր եկեղեցական համայնքների վրա։ Այսինքն Փաշինյանն ուզում է նոր մոտեցում ձևավորել, որ եկեղեցին պետության հիմնասյուներից չէ այլևս։ Գիտեք, սահմանադրությունը որ փոխեն, եթե ընտրվեն, Աստված չանի ընտրվեն, եթե փոխեն, ես կարծում եմ նաև վերացնելու են եկեղեցու որպես ազգային հայ առաքելական եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկությունը սահմանադրությունից։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին ուզում են պարզապես դարձնել մի կրոնական կազմակերպություն հայ ժողովրդի համար։ Այն եկեղեցին, որը դարերով հայ ժողովրդին բերել հասցրել է 2025 թվական, մեծ ներդրում է ունեցել։ Հիմա այդ եկեղեցին ուզում են վերածել կրոնական կազմակերպության։ Եվ սա միայն ներքին պլան չի, սա արտաքին պլան է։ Մոտենում են 26-ի խորհրդարանական ընտրությունները եւ եթե մինչ այդ լուրջ փոփոխություններ տեղի չունենան, ինչ է մեզ սպասվում ձեր գնահատմամբ 2026-ին եւ ինչ պետք է անենք Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալու համար եւ դուք անձամբ մասնակցելու եք 26-ի ընտրություններին։ Եթե Փաշինյանը վերընտրվեց, առաջին հերթին վերսկսվելու են սահմանադրության փոփոխության գործողությունները եւ ժողովրդին նախապատրաստելու են հարաքվեի։ Սահմանադրությունը չի փոխվելու ի օգուտ Հայաստանի, որովհետեւ օրինակ չեն վերանայելու կառավարման ձևը։ Ես կարծում եմ, որ պարլամենտական կառավարման ձևը Հայաստանի համար
շատ թուլացնող է եւ ոչ արդյունավետ։ Հայաստանը պետք է քննարկի վերադառնալու կիսանախագահական համակարգին։ Այդ համանդրության մեջ չեն լինելու կարևորագույն փոփոխություններ, օրինակ Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվելու Սերժ Սարգսյանի կոստյումից, որի մասին մենք անընդհատ խոսելու ենք, բայց այդ համանդրության մեջ լինելու են փոփոխություններ, որոնք վտանգելու են մեր պետականության հիմքերը։ Դա նախաբանը անկախության հռչակագրի մասին, որը պետք է հանվի, անփոփոխելի հոդվածներին են իրենք դիպչելու, եկեղեցու մասով, այսինքն լինելու են խիստ վատթարագույն փոփոխություններ։ Ես նույնիսկ վստահ եմ, որ այդ համանդրությունը կարող է Հայաստանում չգրվել, դրսում գրվել, բերեն թարգմանեն, տան հանրությանը։ Դա էլ կարող են անել, որովհետև այդ համանդրության դրույթները ամբողջությամբ թելադրված են լինելու արտաքին գործոններով։ Մյուսը Ադրբեջանը վերադառնալու է իր խոստումների հետևից, այն խոստումները, որոնք տվել է Նիկոլ Փաշինյանը բանավոր եւ գրավոր, ստանալով այդ նախընտրական խաղաղության փաստաթուղթը, Ադրբեջանը ուզելու է անկլավները, որի համար որևէ իրավական հիմքեր չունի, եւ այդ գործողությունները սկսվելու են դելիմիտացիայի դեմարկացիայի շրջանակներում։ Պահանջներն են միջև պայմանագրի ստորագրումը պահանջելու են, որ մենք մեր բոլոր հայցերը հետ քաշենք, այսինքն այն բոլոր պահանջները, որը հնչեցնում է Ալիևը բանավոր, շատ անկեղծ, որը մենք ստանում ենք տարբեր աղբյուրներով, այդ թվում իր ուղիղ խոսքով, եւ մեզ համար ընդհանրապես կարիք չկա, որ ինչ-որ հայ մարդիկ, չակերտավոր հայ մարդիկ գնան հասնեն Բաքու, որ բերեն Ալիևի մեսիջները։ Ալիևը շատ ուղիղ մեզ հետ խոսում է, հա, դուք ով եք։ Այսինքն մենք ձեր կարիքը 300,000 ադրբեջանցիների վերադարձ։ Բնականաբար, դա 300,000 ադրբեջան 300,000-ը չեն վերադառնա, բայց 100,000 կնախապատրաստեն, որպեսզի վերադառնան, որովհետև դա նպատակ ունի փոխել Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը։ Գիտեք, Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը չեն հոշոտելու ռազմական օպերացիաներով։ Հայաստանը հոշոտելու են այսպես դանդաղ խաղաղության զիջումային պլաններով։ Մենք նստելու ենք մեր քաղաքներում, ասելու ենք, դե սահմանին չի կրակում, ուրեմն վերջ խաղաղությունը, բայց դանդաղ պետության տակից հանելու են բոլոր հիմնաքարերը։ Սա է նպատակը։ Եվ 26-ից հետո բնականաբար արդեն, քանի որ եթե ընտրվի Փաշինյանը, արդեն հանգիստ են լինելու, որ ընտրվել է Փաշինյանը, հիմա ինչու կրակոց չկա սահմանին, որովհետև եթե հանկարծ մի հատ Ալիևը կրակի, Նիկոլ Փաշինյանի խաղաղության ամբողջ այդ օրակարգը փուլ է գալու։ Եվ դրանով է նաև Ալիևը անընդհատ սպառնում Փաշինյանին, որ եթե զիջումները չլինեն, ես փլելու եմ այդ խաղաղությունը քո գլխին։ Եվ այդպես էլ լինելու է։ Հիմա չեն կրակի, բայց 2026-ից հետո եթե այդ խոստումները հերթով Հայաստանը չկատարեց, դա խնդիր է։ Կան պահանջներ, որոնք դրված են Հայաստանի վրա, բայց կան պահանջներ, որոնք դրված են Նիկոլ Փաշինյանի վրա։ Սա մենք պետք է հասկանանք մարդիկ։ Այսինքն այն ինչ որ գրավոր ստորագրել է Հայաստանը եւ կան այդ փաստաթղթերը, դրանք դեռ բանակցելու եւ այդտեղ վերանայումներ անելու կարիք կա եւ հնարավորություն կա։ Բայց բանավոր խոստումները, որը տվել է Փաշինյանը, դա կարող է անել միայն Փաշինյանը։ Դրա համար Ադրբեջանը եւ Թուրքիան հիմա ամեն ինչ անում են, ցույց տալով, որ խաղաղությունը սահմաններն ենք բացում, չգիտեմ, հարաբերություններ են կառուցում, ինչ որ փոխադարձ այցեր են կեղծանում եւ այլ։ Այդ ամենը նրա համար է, որ Փաշինյանը վերընտրվի, որովհետեւ ինքն է տվել այդ խոստումները եւ ինքն էլ պետք է անի։ Սա ժողովուրդը շատ հստակ պետք է հասկանա, ինչու չընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքն էլ այն մարդը, որը տվել է այդ խոստումները Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եվ երկրորդ, եթե ժողովուրդը մտածում է, որ դե տվել է բանավոր խոստումներ, ուրեմն եթե ինքը չեղավ կլինի պատերազմ, սա եւս սխալ է, որովհետև պատերազմ ուղղակի հրահրել Հայաստանի հետ, դա այդքան էլ հեշտ չի լինելու, եւ այս վախի մթնոլորտը ընդհանրապես ստեղծել է իշխանությունը։
ու չկա մեկը, որ կնստի Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին ու ժողովրդին կտանի պատերազմի։ Ով էլ նստեց, մտածելու է ոնց այդ թղթերի շուրջ ավելի ճկուն, ավելի հայանպաստ բանակցի։ Եվ Տիկին Սամսոնյան ամփոփելով զրույցը, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, որ Հայաստանում հիմա երկու մեծ եւ իրական ընդդիմադիր ուժ կա՝ Հայաստան դաշինքը եւ մեր ձևով շարժումը, եւ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի խորհուրդ տվեց, որ ընտրություններում Հայաստան դաշինքը հանդես չգա Ռոբերտ Քոչարյանի դեմքով, եւ այդ դեպքում ավելի շատ քվե կստանա եւ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մարդկանց ահաբեկել նախկինների վերադարձով։ Դուք անձամբ կիսում եք Էդմոն Մարուկյանի այս տեսակետը։ Էդմոն Մարուկյանն իր հաշվարկներն ունի, քաղաքական։ Ես կարծում եմ, որ այն թեզը, որ պետք է բոլորը միանան կոնսոլիդացիա լինի, դա ռեալ չէ։ Եվ ռեալ չէ այն պատճառով, որտեվ նախ շատ հեշտ է մեծ դաշինքները քանդել, քայքայել, եւ երկրորդ բոլոր քաղաքական ուժերը ունեն իրենց ամբիցիաները եւ այս իմաստով միավորվելը ինչ որ չափով սխալ կլինի։ Ու նաեւ ես չեմ հասկանում հետեւյալը, որ եթե օրինակ Քոչարյանն է պահում Փաշինյանին իշխանության, Քոչարյանը կա, մարդիկ վախում են Քոչարյանից, ենթադրենք վերցնում ենք այդ թեզը, չէ, բոլորը խոսում են այդ թեզի մասին։ Քոչարյանն է պահում եւ ցանկացած ասոցիացվածություն Քոչարյանի հետ, դա նույն վախն է առաջացնում մարդկանց մոտ։ Հետևաբար նոր ուժը բերել կապել Քոչարյանի հետ, ես չգիտեմ դա ում օգտին է աշխատում, ինձ համար դա անհասկանալի է։ Այստեղ մտածելու շատ բան կա ու բոլոր դեպքերում նոր քաղաքական դաշտ, նոր մտած ուժերը պետք է այս հարցում շատ զգուշ լինեն։ Նույնիսկ ամենա ներքևի մակարդակով աշխատանքային հողի վրա աշխատանքով, հա, որը հարապետականների ժամանակներից մենք անվանում են տասովշիկներ, հա։ Նույնիսկ այդ մակարդակում նոր քաղաքական ուժերը իրենց ընտրության հարցում պետք է շատ զգուշ լինեն, որտեղ սա փոքր երկիր է, ժողովուրդը բոլորը հատկապես տեղական մակարդակով մարդիկ իրար ճանաչում են, գիտեն բոլորի անցած ճանապարհը, եւ սա կարող է չասեմ շատ մեծ, բայց ազդեցություն ունենալ։ Պետք է շատ զգուշ լինել այս հարցերում։ Շնորհակալ եմ Տիկին Սամսոնյան հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը։ Կհանդիպենք։